կայացնում։ Նախ եւ առաջ այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումը համարում ենք իրականում խիզախ որոշում։ Չնայած մենք բնականաբար արդարացման լրիվ հիմքերը տեսնում էինք, բայց էլի կարևոր էր, որ վերաքննիչ քրեական դատարանը արձանագրեց այդ ընդդատության կանոնի խախտումը, որը եթե հիշում եք, մենք հենց առաջի դատական նիստին Երևանի դատավորին ուղիղ այդ միջնորդություն ներկայացրեցինք, հենց ամենաառաջի դատական նիստին, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Բայց այդպես որոշեց, որ պետք է քննի հենց Շիրակին, թե նշեց, որ չեմ կարող նշել, կարծեմ Չէ, դատարանը հենց պարզաբանեց, որ այդ հիմքով է բեկանել, այսինքն դատավարական էական խախտում է համարել եւ ու գործը ուղարկում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։ Այս առումով բնականաբար դրական էր այս ճնշումների պայմաններում կարծում ենք իրոք խիզախ որոշում էր եւ տեսակ որ դատարաններից մեկն էլ հատուկ կարծիք ուներ, ենթադրվում է որ նաեւ դատության վերաբերյալ թե առհասարակ դե եթե այդ ընդդատության հիմքով է բեկանվել, ենթադրվում է որ նաեւ դեմ է եղել այդ ընդդատությանը։ Ես ճիշտ եմ հասկանում, բացառապես ընդդատության միակ այդ հիմքով է բեկանվել։ Որքանով հասկացանք այո, որովհետեւ երբ որ բողոքը մենք ստանանք, որոշումը դատարանի ստանանք բարձ կդառնա, դատան նաև մերժել է դատախազի բողոքը։ Եթե հիշում եք, դատախազն էլ էր բողոք բերել եւ այո, 2.5 տարի ազատազրկման պահանջով դատախազի բողոքն էլ է մերժվել։ Երբ որ որոշումը ստանանք, բնականաբար մեզ համար ավելի բարձ կլինի, բայց այս պարագայում մենք կարծում ենք, որ այո, միայն ընդդատության հիմքով բեկանել է։ Մենք դա բավարար է համարել։ Պաշտպաններն էլ ասաց, որ մասնակի է բավարարում, ինչ էի կայացնում։ Դե մենք արդարացում էինք խնդրել, մենք խնդրել էինք բեկանել դատավճիռը եւ արդարացնել, մասնակի բավարարել, նկատի ունեցել նա, որ մեր ամբողջական պահանջը արդարացման մասով չի բավարարել։ Շնորհակալ եմ։ Զրույց պիտի քննվի։ Այո։ Շնորհակալ եմ։